Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարցիչ դատացումների բնորոշ հարցերի վերաբերյալ հաստատական վրաներ պարապելով հետազոտելու միջնորդություններ երկուստ կողմերին։ Ողորժան դատան նախքան այդ հարցին անդրադառնալը մենք բացառում ենք դատարանին, դրամը ներկայացնում ենք։ Այս քրեական գործով 2025 թվականի սեպտեմբերի 24-ին դատավոր Մելիքսեցյանը հրապարակել է վերդիկտ, հայտարարելով, որ մեղավոր է ճանաչում Միքայել Սրբազանին քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2-րդ մասով նախատեսված մեղադրանքով։ Այնուհետև դատավորը հայտարարել է, որ խափանման միջոցը թողում է նույն սահմանափակումներով, որից հետո սահմանել է լրացուցիչ դատալսումներ սեպտեմբերի 29-ի ժամը 10:30։ Դատավորը լրացուցիչ դատալսումների օրը հայտարարելուց հետո հեռացել է դահլիճից առանց կողմերին հայտնելու, որ նրանք իրավունք ունեն մինչև հաջորդ դատական նիստը դատան ներկայացնելու միջնորդություններ։ Գտնում եմ, որ դատավոր Արմեն Մելիքսեցյանը պետք է ազատվի այս քրեական վարակին մասնակցելուց հետևյալ պատճառաբանությամբ։ Բացառք հայտնելու իրավունք այս փուլում քրեական դատավարության օրենսգրքի 64 հոդվածի 7 մասի կանոնակարգումների համաձայն բացառքի ինքը հայտնի է դարձել սեպտեմբերի 24-ի նիստից հետո, հետևաբար իրավունք ունեն դատորեն բացառք հայտնել այս փուլում։ Դատարանի կողմից կարգված նորմա։ Դատական օրենսգրքի 70 հոդվածի 2-րդ մասի 3-րդ 14 կետերի համաձայն, որոնք չեն ներկայացնում, եւ 71-րդ կետի առաջին մասի համաձայն դատավորը պարտավոր է ինքնաբացառք հայտնել, եթե նրա գործողությունները նման հիմքեր են ստեղծում։ Դատավորը խախտել է քրեական դատավարության օրենսգրքի 344 հոդվածի 2-րդ մասի պահանջն, որ վերդիկտը հրապարակելուց հետո դատարանը սահմանում է լրացուցիչ դատալսումներով առաջին դատական նիստի տարին, ամիսը, օրը եւ ժամը, ինչպես նաեւ կողմերին հայտնում է, որ մինչև հաջորդ դատական նիստը նրանք իրավունք ունեն դատարան ներկայացնելու միջնորդություններ սույն օրենսգրքի 345 հոդվածի առաջին մասով նախատեսված հարցերի լուծման համար հետազոտման ենթակա ապացույցների վերաբերյալ։ Դատավորը վերդիկտը հրապարակելուց հետո սահմանելով լրացուցիչ դատալսումների տարին, ամիսը, օրը եւ ժամը չի հայտնել կողմերին, որ մինչև հաջորդ դատական նիստը նրանք իրավունք ունեն դատարան ներկայացնելու միջնորդություններ նույն օրենսգրքի 345 հոդվածի առաջին մասով նախատեսված հարցերի լուծման համար հետազոտման ենթակա ապացույցների վերաբերյալ։ Օրենսդիրը այս գործողությունը սահմանել է որպես պարտականություն եւ ոչ թե հայցողական լիազորություն։ Հարց է ծագում. ինչու է դատավորը ակնհայտորեն խախտում օրենքի պահանջը։ Ինչու։ Ինչ է նրանից գնում հետևելու օրենքի պատվիրանին եւ պաշտպանության կողմին հայտնելու նրա իրավունքների իրագործման մասին։ Եթե դատավորը ղեկավարվել այն ենթադրությամբ, որ Միքայել Սրբազանի պաշտպանները գիտեն օրենքի այդ պահանջը, հետեւաբար կարիք չկա իմացածի մասին հայտնելու, ապա դա անում են ենթադրություն է, քանի որ օրենսդիրն այս գործողությունը կատարելու տեսակետից խտրություն չի դնում պաշտպան ունեցող կողմի եւ պաշտպան չունեցող կողմի միջեւ։ Մեր համոզմամբ այս խախտումը կարող է դրսևորվել երկու դեպքում։ Առաջին, եթե դատավորը կոմպետենտ չէ, կամ երկրորդ, դատավորն ունի խտրական վերաբերմունք։ Մենք հակված ենք պնդելու, որ դատավորն ունի խտրական վերաբերմունք Միքայել Սրբազանի նկատմամբ, ինչը դրսևորվել է նաև իր նախորդ տարբեր խախտումներով, սկսած գործն ստանդարտության չուղարկելու, կալանքի ժամկետները երկարաձգելու, որոշման մեջ կեղծ տվյալներ ներառելու գործողություններից վերջացած այսօր խախտումով։ Ղեկավարվելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70 հոդվածով եւ քրեական դատավարության օրենսգրքի 40 հոդվածով Երևան քաղաքի առաջի հացանի ինքնավարության քրեական դատարանի դատավոր Արմեն Մելիքսեցյանին հայտնել են բացառ դեպքերում այն։ Պատվարժան դատարան, իրոք հարցածագում, ինչու է դուք նման խախտումներ դուք տալիս։ Անկեղծ ասած չեն կարող պատկերացնել։ Սևը սպիտակի վրա գրված է քրեական դատավարության օրենսգրքի մեջ։ Վերդիկտը հայտարարելուց հետո կողմին հայտնում է։ Դուք հայտարարեցիք վերդիկտի մասին ու արագ հեռացաք։ Լավ ուզում եք հասկանալ, ինչն է, ինչ նախանձ։ Ինչու չեք ուզում Միքայել Սրբազանին ժողովրդական լեզվով ասած արև դիպչի։ Ինչ նախանձ։ Ինչու դա մեր վրա չի տարածվում։ Ինչու դատավորական նորմերը մեր համար չեն աշխատում։ Որն է պատճառը։ Առավել ևս դուք գիտեք, որ սա զգայուն քրեական գործ է եւ բոլորի ուշադրության կենտրոնում է,
դա միշտ է ձեզ տիպում նոմը խախտում է թույլ տա։ Եվ մենք այս պայմաններում հատված ենք ընդելու, որ դուք ունեք խտրական վերաբերում։ Հասկանու՞մ։